Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված ազատում է քեզ քո տառապանքներից։ Աստված անձ է և սիրում է հարաբերվել մարդու հետ։ Նա ստեղծել է մեզ Իր հետ անձնական և մտերիմ հարաբերություն ունենալու համար, ինչպես նաև մեր շրջապատի մարդկանց հետ լիարժեք և քաղցր փոխհարաբերություններ ունենալու համար։ Այսպիսով, Աստված ցավ է ապրում, երբ մեր հարաբերությունները խաթարվում են։ Սիրելի՛ բարեկամ, հավատում եմ, որ այսօրվա և առաջիկա օրերի մեր ուղերձները կօգնեն քո խաթարված հարաբերությունների վերականգնման հարցում։ Հավատում եմ նաև, որ Աստված վերականգնելու է քո կոտրված սիրտն ու բժշկելու է հարաբերությունների մեջ ստացած վերքերդ։ Եսայիայի մարգարեության 66:2 խոսքում կարդում ենք. «Ես օրհնելու եմ նրանց, ովքեր խոնարհ ու կոտրված սիրտ ունեն, ովքեր դողում են իմ խոսքից»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես տեղյակ չեմ քո կյանքի պատմությունից, սակայն ամեն օր բազմաթիվ նամակներ եմ ստանում, որտեղ մեր ունկնդիրներն ասում են, որ տվյալ օրվա ուղերձը հենց իրենց համար էր։ Այսօր էլ հույս ունեմ, որ կարդալով այս խոսքերը մտքերդ կուղղես դեպի քո կյանքի կոտրված հարաբերությունները, դեպի այն մարդիկ, որոնց պետք է ներես և որոնց համար պետք է աղոթք բարձրացնես առ Աստված։ Աստված տեղյակ է քո սրտի ցավից։ Նա տեսնում է, թե ինչու է քո սիրտը լցվել դառնությամբ, որքան ցավ են քեզ պատճառել որոշ մարդիկ և քանի անգամ են նրանք չարաշահել քո վստահությունը։ Այնուամենայնիվ, Աստված մեզ սովորեցնում է ներել մարդկանց այնպես, ինչպես ուզում ենք, որ Աստված մեզ ների։ Չկա մի մարդ, որ ապահովագրված լինի սխալվելուց և իր սխալների պատճառած վնասներից։ Երբեմն մենք տեսնում ենք ինչ-որ մեկի վարքագիծը, վերաբերմունքը մեր հանդեպ և նրա ասած խոսքերը։ Մենք խորհում ենք մեր տեսածի ու լսածի շուրջ, քննարկում դա մյուսների հետ և թույլ տալիս, որ այդ վերաբերմունքը մեր սրտերում արմատներ գցի։ Արդյունքում վիրավորանքը սկսում է զարգանալ և արմատներ գցել մեր ներսում։ Միայն Աստծու սերը կարող է բուժել մեր սրտին հասցրած վերքերը։ Աստված ուզում է քեզ մի նոր ներուժ, նոր եռանդ և նոր հույս փոխանցել։ Աստված դեռ Իր վերջին խոսքը չի ասել քո կյանքի անելանելի իրավիճակում և քո կոտրված փոխհարաբերության մեջ։ Նա կամենում է ազատագրել քեզ քո կյանքի տառապանքի ու դառնության բանտից։ Եվ այդ ազատագրության ու քո սրտի բժշկության առաջին քայլը Տեր Աստծու միջամտությունն աղոթքով խնդրելն է։ Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին առաջնորդի և քայլ առ քայլ ուղղորդի քեզ քո կյանքի իրավիճակները հարթելու և հարաբերությունների բժշկման մեջ։ Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով. «Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ տեսնում ես իմ տառապանքը և լսում ես իմ սրտի աղաղակը։ Հավատում եմ, որ Դու կբժշկես սրտիս վերքերը, որպեսզի կարողանամ առաջ ընթանալ Քո կամքի մեջ։ Այժմ խնդրում եմ ցույց տուր ինձ, թե ինչպես կարող եմ վերականգնել հարաբերությունս Քեզ հետ և նաև իմ շրջապատի այն մարդկանց հետ, որոնք իմ ներման կարիքն ունեն։ Ես Քո օգնության և Քո իմաստության կարիքն ունեմ, իմ բարի և ողորմած Տե՛ր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Աստված կամենում է բժշկել ու ազատագրել քեզ։ Ների՛ր մարդկանց և վերականգնի՛ր կոտրված հարաբերություններդ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։